Կան ընդդիմադիր գործընկերներ, որոնք հետևում են նիստին, տեղեկացնեմ, որ մի քանի հոգի հարցերը հանել են եւ մնացել է 2 հարց, որից հետո լինելու է հերթագրում մտքերի փոխանակության համար։ Տարոն Չախոյան։ Մեծարգո վարչապետ, այսօր այդ ամբիոնից Կտրիչ Ներսիսյանի մասին խոսալուց հետո մեր ընդդիմադիր գործընկերները, իդեպ բախներս բերել է, այս պայն էստեղ չեն, հանգիստ կարող ենք հնչեցնել Կտրիչ Ներսիսյանի անունը, մինչև էդ էլ հանգիստ կարող առանց ակնկալելու փոքրիկ չարաճճիություններ թույլ տվեք նկատեմ։ Տեսեք, պարոն վարչապետ, Կտրիչ Ներսիսյանի մասին խոսելուց եւ մտքեր արտահայտելուց հետո մեր ընդդիմադիր գործընկերները թույլ են տվել իրենց մեկնաբանել ձեր արած հայտարարությունները հետևյալ կերպ, որ Փաշինյանն ուղիղ ասաց, որ վեհապարի հետ կապված խնդիրը Արցախի անունը հիշատակելն է։ Կխնդրեմ ձեզ մանրամասնել, բացատրել, հուսալով, որ հետագայում նաև մեր ընդդիմադիր գործընկերները կլսեն եւ դասեր կքաղեն այդ ամեն ինչից, թե ինչ վտանգներ եւ վնասներ է կրում Կտրիչ Ներսիսյանի կողմից Արցախի անունը հիշատակելը եւ ոչ միայն Արցախի անունը հիշատակելը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Չախոյան, որ նախընտրական շրջանում ասում է, այդ որ ասում եք ուժեղ, ինչով եք ուժեղ։ Տեսեք, 2 անգամ ձեռներները բանին ցեղանին խփելում, հետո վաղ ձեռս ցաված գնացի։ Այսինքն դա ինչ մոտեցում է։ Եվ երկրորդ իմ ասած ուրիշ բանի մասին էր։ Երբ որ Կտրիչ Ներսիսյանը կանոնից դուրս է, այսինքն ի բնե չէր կարող լինել կաթողիկոս, եւ նրա եղբայրը գործակալ է, եւ նա ունի խոցելիություններ, այդ թվում ֆինանսական, պարզ է, չէ՞ որ Հայաստանի Հանրապետությունը այդ խոցելիություններով ոչ զբաղվել է, ոչ էլ զբաղվում է։ Իսկ ով ասում, որ դրսի կառույցները չեն զբաղվել այդ խոցելիություններով։ Այդ խոցելիությունները օգտագործելով նրան եւ նրանց բերում են, դնում են կոնկրետ գործելակերպերի մեջ Հայաստանի պետության եւ Հայաստանի անկախության դեմ, Հայաստանի անվտանգության դեմ։ Ոնց կարա ռիսկի կոնտինգենտի ներկայացուցիչը լինի հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ղեկավար։ Ես ասում եմ, այո, օտար երկրածառայությունները այդ փաստերը չէին կարա չօգտագործեին նրանց Հայաստանի դեմ օգտագործելու համար եւ 1, 2, 3, 4, 5 եւ վերջո այդ ամենը չափ ու սահման պետք է ունենա։ Էլ չեմ ասում զուտ հոգեվոր տրամաբանությունից։ Ես ասում եմ, ես հոգեվոր կյանք ունեցող մարդ եմ, ինձ համար վիրավորական է, որ կարող է կանոնից դուրս գտնվող մարդը իմ հոգևոր առաջնորդն է, ես համաձայն չեմ դրա հետ, բացարձակապես համաձայն չեմ, եւ ես համոզված եմ Հայաստանի հավատացյալների մեծ մասը դրա հետ համաձայն չի, եւ չի կարելի եկեղեցին թողնել այդպիսի իրավիճակում, չի կարելի պարզապես, չի կարելի մեր եկեղեցին թողել ապականոնության եւ պղծության դաշտում, չի կարելի, որովհետեւ դրանով մենք մենակ ենք թողնում մեր եկեղեցուն, մենք չենք կարող մեր եկեղեցուն թողնել մենակ, մենք չենք կարող մեր եկեղեցուն թողնել այն մարդկանց հույսին, ովքեր էլի նույն օրինակ է բերեմ, չգիտեն, իրոք օբյեկտիվորեն չգիտեն Աստվածաշնչի նոր կտակարանի եւ ավետարանի միջև ինչ տարբերություն կա, չգիտեն են մարդիկ, որովհետեւ իրանց համար եկեղեցին քաղաքական գործիք է, որ իրենք կարան օգտագործեն, եկեղեցին Հայաստանում դադարել է լինել հոգեվոր ինստիտուտ այն ղեկավարողների համար, այն դարձել է ներքին եւ արտաքին ազդեցությունների գործիք, սա չի կարելի հանդուրժել։ Արձագանք։
Մեծարգո վարչապետ, ամբողջովին կիսում եմ ձեր տեսակետը, ասեմ ավելին, այն գործիքակազմը, որ այսօր տնօրինվում է Կտրիչ Ներսիսյանի եւ նրա այսպես Պարոն Մանուկյան, եւս մեկ անգամ տեղից արձագանքեք, ձեզ դուրս եմ հրավիրելու դահլիճից։ Հերիք եղավ, բոլ եղավ, չեմ կարող գոռամ, բանա, փորս ցավում է։ Մի ջղայնացեք։ Շարունակեք, պարոն Չախոյան։ Այն գործիքակազմը, որը տնօրինում է Կտրիչ Ներսիսյանը եւ նրա այսպես կոչված ճակերտավոր սրբազանները, թույլ տվեք նկատել, որ այդ թվում նաեւ ատելության քարոզ է սերմանում մարդկանց սրտերում եւ հոգիներում։ Շատ վառ օրինակ կարող եմ բերել, օրինակ Սուրբ Աննա եկեղեցում են երիտասարդի սանձարձակ պահվածքը, իրականում Կտրիչ Ներսիսյանի ճակերտավոր ասած սրբազաններից մեկի են սառեցված Վազգեն Գալստանյանի ատելության քարոզի արդյունքներ եւ սա հերթական անգամ ապացուցումը ցույց է տալիս թե որքան վնաս է հասցնում Կտրիչ Ներսիսյանը եւ նրա ներկայությունը։ Պարոն Չախոյան, ես վատ նորություն ունեմ բոլորիս համար, որովհետեւ այն զեկույցը, որի մասին ես խոսում եմ, այդ զեկույցի մի մասը արդեն պատրաստ է եւ այնտեղ մեզ թվում է թե մենք ամեն ինչ գիտենք։ Ընդ որում ես խնդիրը դրել եմ, որ այդտեղ զեկույցի մեջ ներառվեն կամ ապացուցելի կամ հանրայնորեն հրապարակելի հրապարակված փաստեր։ Մեզ թվում է թե մենք գիտենք ամեն ինչ, բայց ես օրինակ այդ զեկույցը կարդալիս սարսափեցի, որովհետև նրբություններ կան, փաստեր կան, որ այս վերջին 25 տարվա ընթացքում եղել են, մենք կամ ուշադրություն չենք դարձրել այդ փաստերին, կամ բան ենք արել, կամ մոռացել ենք։ Օրինակ հակականոնական է, որ եպիսկոպոսը իր ընտանիքի անդամին եպիսկոպոս ձեռնադրի։ Եվ կանոնների մեջ հստակ ասում է, ով որ իր ընտանիքի անդամին եպիսկոպոս ձեռնադրի, պետք է կարգալույծը լինի, պետք է հեռացվի եկեղեցում։ Կտրիչ Ներսիսյանի ազգուտակը դասարանցիները, բանակի ընկերները, սա ով կա չկա, բոլորի եպիսկոպոս են կամ արքեպիսկոպոս են։ Աննա Գրիգորյան։ Նախորդ հարցի շարունակությամբ հաշվի առնելով, որ ձեր հոգևորականի իդեալը Նավասարդ Կճոյան